դուրս կգաք։ Ինձ մենակ չթողնես։ Վրամ։ Շատ ապրես։ Կանգնի մի հատ։ Ես հիմա չեմ ուզում երկար բարակ խոսել, բայց խնդրում եմ քեզ, էլ նման բան չկրկնվի։ Հանգիստ թող Վռամին։ Գնացել էիր, ինչի համար ես հետ եկել։ Ես քեզ թույլ չեմ տալիս, լսում ես։ Թույլ չեմ տալիս։ Մամա հերիք է։ Հերիք կլինի այն ժամանակ, երբ որ ես աղջիկը հասկանա ու էլ չգա։ Մամա վերջացրու։ Քանի անգամ եմ քեզ խնդրել, աղաչել, ասել, որ հանգիստ թողնես մեզ։ Դու ոնց չես հասկանում, որ ես սխալ ա, որ պետք չէ երեխուս կյանքը փչացնել, ոչ մի բան չի լինելու։ Մամ, վերջացրու։ Բժիշկ, ոնց ա երեխես, էլի լավ չի։ Ես չգիտեմ ես ինչ էր աչքեր, բայց ոնց հասկանում եմ, ես աղջկա այցը Վռամի համար շատ կարևոր էր։ Այսինքն։ Աղջկա այցից հետո Վռամը մոտը շարժեց։ Դու հասկանում ես, որ Մարգարիտ Հորանը շատ լուրջ բանի մեջ ես մեղադրում։ Դու վստահ ես, որ Մարգարիտ Հորը կապ ունի։ Ես մի բանում եմ վստահ ձյաձակո, որ ամեն անգամ իմ ասածներին լուրջ չես վերաբերվել, բայց հետո հասկացել ես, որ ես ճիշտ եմ եղել։ Վռամը այս քանի օր է հիվանդանոցում է, ու ոչ մի դրական փոփոխություն չկա։ Այդ լակոտները նենց են ծեծել, որ Աստված գիտի ուշքի կգա, թե չի գա։ Դու վստահ ես, որ այդ լակոտները կապ ունեն Մարգարիտ Հորան հետ։ Հա, վստահ եմ։ Երևի դրանք էլ հույսը դրել են նրա վրա, որ Վռամը չի էլ արթնանա։ Ես ուղղակի փաստերն եմ իրար կողք դնում ձյաձակո, ուրիշ ոչ մի բան։ Սկզբում նենց արեցին, որ Վռամը գժիպես իրի արվի Սոնային։ Հետո քո դեմ հանեցին քո տողն։ Չէ, մի հատ դու հիշի ես, վերջերս Վռամին ճանաչում էիր։ Նարեի մասին բան չեմ ասում, ինքը շատ շուտվանից Հայկի թակարդում է։ Մենք հիմա Նարեի մասին չենք խոսում։ Քո կարծիքով Սոնան սիրում է Վռամին։ Չէ, եթե սիրեր ինքը չէր գնա երկրից։ Իրանց տիպողաբար չեն տարել, իրա կամքով է գնացել։ Այս հատուկ ծրագիր է եղել ձյաձակո։ Այս կերպ, որ ձեզանից վրեժ լուծեն։ Գիտես քանի անգամ այնց Հայկն ասել, որ քեզ չի ներելու պապուլ քո դեմը չոքելը։ Փաստորեն հիմա էլ Վռամին չի ներում։ Վռամի միջոցով քեզ խեղճացնում է։ Հետո էլ կանցնի Նարեին։ Նարեն ամենահեշտն է։
Ավելի արմու վերջ դուր հերիքա։ Չէ, արի մտածենք, իրենց ինչին էր պետք որ վրամի հետ կռվեին։ Հատկապես երբ որ գիտեն ում տղեն է։ Չէ, ձյաձ Սաքո, ստե հաստատ ինչ-որ բան կա։ Արմո, քեզ թվում է Հայկը այդքան ռիսկ կաներ իմ դեմ դուրս գար։ Էլի Հայկը ռիսկ չէր անի, եթե Սոնայի հերը կողքը չլիներ։ Եթե աբոյին հանենք, ինքը էլի ոչինչ բան չի անի։ Չգիտեմ, Արմո, չգիտեմ։ Այսօր վրամի մոտ սրտի կանգը արձանագրվել։ Ոչ մի առաջընթաց չկա։ Երեխես աչքիս առաջ դանդաղ մեռնում է, Արմո։ Ում համար ցավ, ում համար էլ հաղթանակ։ Կներես աղջիկս, կներես Սոնա ջան։ Հանգստացեք, ամեն ինչ նորմալ է։ Նարը երեխես կենթանության նշան է տվել։ Այդ նշանակում է, որ ամեն ինչ կորած չի, որ երեխես փրկվելու է։ Տեր Աստված։ Խնդրում եմ, ամեն ինչ արա, որ երեխես փրկվի։ Մամ, ամեն ինչ լավ է լինելու, վստահ եղի։ Սոն, տես վրամը արձագանքել է քեզ։ Անկամ ես վիճակում զգացել է, որ իրա կողքն ես։ Բոլեսես, ես էլ ոչ մի բանի մեջ չեմ խառնվի, չեմ խոչընդոտի, ամեն ինչ կանեմ, որ դուք միասին լինեք։ Եթե դու ես իմ երեխու փրկությունը, Տեր Աստված խնդրում եմ, ամեն ինչ արա, որ երեխես փրկվի։ Կներեք, պետքա պատասխանեմ։ Գնա ոչինչ։ Տեսար մամ։ Մեկը մեզ տեսնի կողքից կմտածի, որ մենք խելագար ենք։ Ընդամենը մատնաշարժ է, բայց մենք ընենց ենք ուրախացել, ոնց որ թե հենց հիմա երեխուց դուրս ենք գրելու։ Ես վստահ եմ, որ այդ օրն էլ է գալու։ Շատ շուտով։ Հաստատ գալու է։ Մամ, այս շրջանում Սոնան վրամին շատ պետք է։ Շատ։ Ալո։ Ես Հիվանդանոցի բակում եմ։ Միքո, ես հիմա կգամ ու ամեն ինչ կբացատրեմ, լավ։ Հա, հիմա դու կգաս ու մենք շատ լուրջ կխոսենք Սոնա։ Գալիս եմ։ Հենց հիմա Սոնա, լսում ես։ Հա, լսեցի, գալիս եմ։ Լավ, Արմո, գնանք արդեն։ Ես հետը կգամ Հիվանդանոց։ Ես հիվանդանոց չեմ գնում։ Բա ուր։ Գործ ունեմ, Արմո։ Բայց որ դու գնաս հիվանդանոց, լավ կանես, Նարեն ու Անիկը մենակ չեն լինի։ Ես կգնամ։ Դե, վրամի մեքենան մոտս է, ուզում ես արի քեզ տանեմ։ Չէ, ես կգնամ 2 քայլ այլ ստեից Հիվանդանոց։ Դե որ նորություն ունենաս կզանգես։ Լավ։ Ինչքան մտածում եմ, մեկը ավելի եմ համոզվում, որ Արմոն սուս չի մնալու։ Ինքը չի էլ կասկածել, որ Վարոն կարող է տենց բան անի, բայց հենց իմացավ գնալու է նորից ցուցմունք տա իմ դեմը։ Դրա համար հիմա մի քիչ հանգստացար։ Հա, միակ հույսս է դա։ Վարոն հաստատ ճիշտը չի ասելու։ Ոստիկանությունից են զանգել։ Բարոն ինչ-որ տեսագրություններից է խոսացել։ Ինչ տեսագրություն։ Ասել է, որ տան տեսախցիկները նայեն։ Կարող են նայեն։ Մի րոպե, երեկ այդ Արմոն եկել էր ստեղ իմ հետևից։ Բայց ես տանը չեմ եղել։
Հիմա ամեն ինչ բարձրանում է։ Դա տես կստացվի, որ բարոն ստեղ հետը կռվել է։ Հետո էլ շարունակել է։ Ես էլ եմ զարմանում հիմա ին վրա, որ ասում եմ, բայց միակ հույսս Արմոնն է, որ կգնա ու ճիշտը կպատմի։ Թե չէ որ մնաց Վարոյին, Վարոն ոչ մի բան չի ասելու։ Այդ ձայնագրություններն էլ պիտի ջնջվի քեր։ Դե նենց չի, որ ես չեմ մտածել դրա մասին արդեն։ Հիմա ուղղակի չեմ ուզում կասկածները տականեմ։ Բարոնը էլ արդեն ասել է։ Մեկը ասում ես, որ Արման գնա ճիշտը կասի, չէ՞։ Մոր մարի թողնենք իրան։ Մեր կողմից կարևորը որ ամենից անենք, որ քեզ ու Վարոյին չվնասի։ Հասկացա։ Ես էլ գնամ փոխվեմ գամ։ Լավ, գնա տղես, ես եմ այդ տեսնեմ Միկուն ու Սոնան որտեղ են։ Ասա քերը։ Բա ուր եք։ Սոնան իրեն մի քիչ վատ է զգում, դուրս ենք եկել քայլելու։ Քայլելու թե հիվանդանոց։ Դե մենք քայլում ենք, մոտակայքում հիվանդանոց կա թե չէ, չգիտեմ։ Դե պարզա, շուտ կգաք տուն։ Լավ։ Շնորհակալ եմ։ Ինչի համար։ Որ ինձ հիմարի տեղ դրեցիր ու փախար տնից Սոնը։ Լավ էլի Միքո, գոնե դու տենց մի խոսա։ Գոհ եղի, որ սենց եմ խոսում հետդ։ Քո կարծիքով դու ինչ անում ես ճիշտ ես անում։ Գիտես այսօր, որ Վրամի մոտ էի գնացել, կենթանության նշաններ տվեց։ Սոնա, ես թքած ունեմ, այդ Վրամի վրա էլ, իր ընտանիքի վրա էլ։ Սրանից հետո դրա անունը չտաս մոտս։ Քեզ ինչ է թվում, որ մի անգամ խոսացիր իր մասին, ձեն չհանեցի, դու էլ քեզ վատ ես զգում։ Նշանակում է ընդունում եմ ձեր հարաբերությունները։ Միքո, խնդրում եմ, գոնե դու մի մեղադրի, դու ինձ միշտ հասկացել ես։ Իսկ դու հասկանում ես մեզ, Սոնա։ Միքո ջան, ես ինչ կա որ եկել ես։ Ոնց ես, ախպեր ես։ Գնացինք, Սոնա։ Ոնց ես, Միքո ջան։ Հարցնում եմ ինչ կա որ եկել ես։ Շատ կնեղվես, որ չպատասխանեմ։ Միքո։ Չգիտեի որ Սոնան էլ եկել։ Բարի գալիս Սոնացա։ Ապրես, կպի գործեր դե։ Ախպեր էդ ոնց։ Երկարացնում ես Արմո։ Ես քո փոխարեն լինեի, տենց չէի խոսի։ Իմ տեղը լինելու համար Արմո, դու պիտի սկսես շատ հաց ու պանիր սիրել։ Գնացինք Սոն։ Հայկն այդ լակոտ իրար հետ մոտիկ են եղել։ Ես չգիտեմ հիմա ինչքանով է ճիշտ, բայց իմ կարծիքով Վրամի պատմությունը պատահականություն չի։ Ես այդ թեմայով էի Հայկի մոտ գնացել։ Որովհետև ըստ իմ տեղեկությունների ես վրեժի պես մի բան ա եղել։ Ես համարյա վստահ եմ, որ դրանք հատուկ են արել։ Կամ Հայկի ասելով են արել, կամ էլ հանուն Հայկի։ Հնարավոր է մի անգամ մարդու դրության մեջ մտնեմ, հաշվի առնեմ, բայց ոչ ամեն անգամ։ Իմ տունը այդ տեղը չի, որ ամեն պատահած, երբ ուզի, գնա գա։ Իմ աղջիկն էլ հասկացել է այդքան բանը։ Երկրից գնացել է։ Ինքը հասկանում է, որ ստեղ իմ ու իր աղբոր պատիպն է։ Ու շատ լավ հասկանում է, որ ընտանիքը չեն դավաճանում, ընտանիքից կարևոր բան չկա։ Դե հիմա դու էլ բարի եղի, քո տողուն այսքան բանը բացատրի։ Իմ աղջիկն էլ քո տողու հետ գործ չի ուզում ունենա։ Այդպես հետո իրարից նեղանալ չլինի սակո։
Բարի օր Անիկտեմ։ Բարև Արմեն։ Նորություն կա Վրամից։ Հա, գիտակցության նշաններ կան, բայց դեռ այդքան է։ Ուրեմն արդեն շատ լավ է։ Մամի, ես հեսա կգամ։ Լավ։ Ուր ես գնում Արմեն։ Չէ, ոչ մի տեղ։ Այլ նստին, եկել ես, որ կողքից լինես, չէ։ Այլ նստիկ, արի։ Ալո, Ինչ կան արը։ Հայկ, ինձ թվում էր երբեք ինձ չես զանգելու, հետը չեմ խոսելու։ Ինձ թվում էր քեզ բռնելու են ու նորից ամեն ինչ կրկնվելու է։ Այդ ուղակի ժամանակի հարց է։ Այսինքն, Տեսա, որ անհանգիստ ես։ Նամակներդ կարդացի, դրա համար էլ զանգել եմ։ Հայկ, դու այնքան տարօրինակ ես քեզ պահում։ Մեկ շատ ջերմ ես, մեկ շատ սառը։ Բայց ամեն դեպքում ես ուրախ եմ, որ դու ազատության մեջ ես։ Իսկ դու այդ ազատության հետ կապ ունես։ Հարց տվեցին արե։ Չէ, ոչ մի կապ։ Դե կարող ես դու ես Արմոյին ասել, որ գնա ու բողոքը հետ վերցնի։ Չէ, ես ոչ մի բան չեմ ասել։ Պիտի հանդիպենք, չեմ հավատում քեզ։ Ուղղակի ես հիմա հիվանդանոցում եմ։ Ուրեմն ես հիմա կգամ հիվանդանոց։ Չէ, արի այգում հանդիպենք։ Իմ համար տարբերություն չկան արե։ Գալիս եմ։ Լավ։ Սոնա, քեզ ինչ է թվում, որ Հայկն ու պապատ քեզ բան են ասում, քո վատն են ուզում։ Հա, հասկացանք սիրում ես, բայց պապատ ասել էր, չէ՞ որ տնից դուրս չգաս։ Դե ես էլ արդեն այնքան մեկ եմ քո համար, որ ինձ խաբում ես, գնում ես այդ Ադամյանի մոտ։ Վրամ, անուն ունի, գիտես Միքո։ Տո ես դրա անունը ծնված օրվանից է գիտեմ, դրան է գիտեմ, ընտանիքին է գիտեմ։ Ու չեմ հասկանում դու դրա ինչն ես հավանում։ Սոնա, դու ինչ արել ես, ես միշտ քո կողքն եմ եղել։ Բայց ես ուրիշ է։ Ու եթե չես ուզում, որ ես ու դու խնդիր ունենանք, ուրեմն պիտի մոռանաս այդ հիվանդանոցից ճանապարհը, մինչև այդ Ադամյանը ընդեղ է։ Չէ, ինձ ոչ ոք չի հասկանում։ Դրոշակ ես էլի Սարգե, անընդհատ կրկնում ես։ Բա դու ում ես հասկանում, Սոնա։ Հիմա գնում ենք տուն։ Ես ոչ մի բան չի նշանակում, մեկը նեղացած եմ քեզնից։ Եսը քեզնից։ Ալո։ Ալո, բարև Սակո։ Պետք է հանդիպենք։ Չգիտեմ ոնց է ստացվել, որ դու ես զանգել, բայց ես հենց հիմա գալիս եմ քո տուն։ Իմ տուն ես գալիս։ Իմ տուն գալ պետք չի։ Ես քեզ հեսա հասցեք ուղարկեմ, կգաս այդտեղ։ Սպասում եմ։ Առաջին քայլը իրանք են անում, որ մաքրեն իրանց։
Ինձ թվում էր էլ երբեք չեմ տեսնի քեզ։ Ոնց ես իմացել։ Դե դժվար չէր կռահելը։ Արման վիրավոր էր, դու էլ չէր պատասխանում զանգերիս։ Արմոն առավոտ է իր հետի տղեքի հետ գնացել է բաժին ու ցուցմունքը հետ ա վերցրել։ Լավ չի։ Նարեկ դու ինչ կապ ունես այս պատմության հետ։ Ինչ-որ բան ես խոստացել դրան Նարե, հա։ Չէ։ Ուզում հասկանամ ճակատից գրած ապուշ։ Հայկ, չէ։ Հա, ես խոսել եմ Արմոյի հետ ու ինքը կարար դրա հիման վրա ինչ-որ բան աներ։ Բայց հետո ես իմացա, որ ինքը իմ խոսակցությունից առաջ է ցուցմունքը հետ վերցրել։ Նարե, ես քեզ քանի անգամ ասեմ, որ դրանից հեռու մնաս։ Քանի անգամ ասեմ, որ դրան ոչ մի բան չխոստանաս, Նարե։ Ինձ արդեն սկսում է թվալ, որ այս վիճակը քեզ դուր է գալիս, գիտես։ Հայկ, մոռացի, հա, Արմոյին։ Ոչ մի բան էլ չկա։ Ու հետո Արմոն փոխել է մարտավարությունը։ Ես չգիտեմ այդ լավ է թե վատ, բայց ինքը էլ շանտաժ չի անում ինձ։ Նարե, ես ուզում եմ, որ դու այդ Արմոյին ոչ մի առիթ չտաս։ Չեմ տա։ Պապայդ ասել եմ, որ դու քեզ վատ ես զգում, դուրս ենք եկել քայլելու։ Սոնա, բայց ես վերջին անգամը լինի, որ ես խաբում եմ քո պատճառով։ Հասկացանք իրար։ Միքո, ես քեզ խոստանալ չեմ կարա։ Չեմ կարա խոստանամ, որ չեմ գնալու հիվանդանոց։ Նոր բան ասացի, Սոնա։ Հա, բայց չեմ կարա քեզ խաբեմ։ Եթե հնարավորություն ունենամ, ամեն գնով գնալու եմ։ Արդեն իմ ասածը քո համար նշանակություն չունի։ Կլինի ասածներս սխալ չհասկանաս, ուղղակի վերջացնում ենք։ Ու նենց ես անում, որ սրա մասին էլ չխոսենք։ Հասկացանք իրար։ Այ Սոնա։ Բժիշկ ջան, նորություն կա։ Դուք Վրամի մայրն եք, չէ՞։ Հա, ես եմ։ Կխնդրեմ հիմա, որ ինձ հետ գաք։ Թուղթ պետք է ստորագրեք։ Թուղթ, ինչ թուղթ։ Հասկանում եք, Վրամի կյանքը հիմա վտանգի տակ է։ Նրա մոտ ներքին անասություն է սկսվել։ Շտապ պետք է վիրահատենք։ Եթե հիմա չվիրահատենք, ապա չեմ կարծում կարողանանք փրկել նրա կյանքը։ Բա այդ ինչ վիրահատություն է։ Դրանից հետո լավ կլինի Վրամի վիճակը։ Շանսեր կան, բայց դրանք շատ քիչ են։ Ժամանակ չկա։ Գնանք։
փաստորեն հիմա ընկերդ ձերբակալված է։ Հա, ու ես արդեն չգիտեմ այդ Արմոյից ինչ է կարելի սպասել։ Դու չես պատկերացնի, թե ես ոնց եմ վախենում Արմոյից։ Հա, տենց մի նայի։ Անկեղծ եմ ասում, այն ժամանակ գոնե սպասելի էր թե ինչ կաներ։ Հիմա ընդհանրապես չգիտենք ինչի է ընդունակ։ Արմոն ինչ էլ ուզում է ասի, Նարե, դու ընդհանրապես ոչ մի վախենալու բան չունես։ Լսում ես։ Ախր հեշտ ես խոսում։ Դու չես պատկերացնում հիվանդանոցում ասացին, որ Վրամը հնարավոր է աչքերը չբացի։ Մյուս կողմից իմացա, որ քեզ են ձերբակալել։ Թե ոնց է սիրտս դիմացել, ես էլ չեմ հասկանում։ Նարե, դու հորքուրիդ հետ խոսում ես։ Չէ, ինչ այս դեպքերը եղել են, շատ խառը օրեր են եղել, չեմ գրել, ինքն էլ չի գրել ինձ։ Չնայած եթե անգամ այս դեպքերը չլինեին, մեկա չէի գրելու։ Ինչի։ Դե, որովհետև վստահ չեմ, որ հորքուրն է։ Իսկ քեզ նամակներ գալիս են։ Չէ, չեն գալիս ու ամենատարօրինակն է դա։ Քանի կար արագ-արագ ուղարկում էին, բայց հիմա միանգամից կորել են։ Ասա Անիկ։ Սակո ուր ես։ Ինչ ա եղել Անիկ, ինչ ես լացում։ Սակո Վրամը վատ է, շատ վատ է։ Վիրահատում են իրան։ Անիկ, ինչ ա եղել։ Ձյացակո, ես եմ։ Ասա Արմո, ինչ ա եղել։ Չգիտեմ հիմա վտանգավոր վիրահատության են անում։ Այսօր ինչ-որ բայ լավ ա եղել, հետո կտրուկ վիճակը վատացել եմ։ Ես չգիտեմ ինչքանով կապ ունի, բայց այսօր Սոմոնն է մոտ եղել։ Ով։ Հա, ճիշտ ես լսել, Սոմոն։ Բուժքույրներն էին խոսում, ես լսեցի։ Երևի իր մոտ պատել է, դրած վատացել է էլի վիճակը։ Ես պիտի արդեն հիվանդանոց գնամ։ Այդ Արմոն հիվանդանոցում է։ Արմոն հիվանդանոցում է, երբ որ մենք հիվանդանոցում ենք ու Արմոն տանն է, երբ որ մենք տանն ենք։ Բայց ես ուզում եմ, որ դու վստահես ինձ։ Մեծ հաշվով դու ազատ մարդ ես։ Հա որ։ Հորքուրն է։ Բա ասում էիր չեք խոսում իրար հետ։ Հա, հայք չեմ խաբել։ Ինչ ա գրել։ Չգիտեմ, ձայնային հաղորդագրություն է ուղարկել, չգիտեմ ինչ սպասեմ։ Դե բաց լսենք։ Թե խանգարում եմ ես։ Բարև Նարե ջան։ Գիտես, ես շատ երկար եմ մտածել մեր խոսակցությունների մասին ու կարծում եմ, որ ոչ քեզնից, ոչ էլ ինչ-որ մեկից թաքնվելու առիթ չունեմ։ Երբեք էլ չեմ ունեցել։ Մեր հանդիպումը քո սպասածից էլ ավելի շուտ կլինի։ Ես Հայաստանում եմ։ Այդ հաստատ հորքուրից ձենն էր։
Զանգի կոնկրետ իմացի տես որտեղ է։ Բայց կարողա պետք չի։ Բայց ինչի պետք չի, Նարը։ Զանգի։ Զանգի ասում եմ։ Հաստատ հորքուրից ձեններ, չէ։ Երևի, հա, չգիտեմ։ Հիմա հա թե չգիտես, Նարը։ Հա, ես վերջին անգամ երեխա եմ եղել, որ տեսել եմ հորքուրին։ Չեմ հիշում հիմա ձայնը։ Փաստը այնա, որ հորքուրը տա։ Գիտես, ինձ սկզբում թվում էր, որ Արմոնա էլի ինչ-որ խաղեր խաղում, բայց չէ։ Փաստացի հորքուրից ձենն է, հորքուրը տա քեզ նամակներ ուղարկում։ Հորքուրդ Հայաստանում է ու ես շատ մոտ եմ հորս մասին ճիշտը իմանալու։ Այսքան վատ լուրերի մեջ վերջապես մի լավ լուր լսեցինք, Նարը։ Այդ մենակ Աստված գիտի լավա թե ավելի վատ։ Բայց ինչ ես տենց ասում։ Նարը ինձ ինչի է թվում, որ դու ամեն անգամ հորս մասին ինչ-որ մի բան խոսալուց վախենում ու զգուշանում ես։ Նես տպավորությունա ոնց որ մի բան գիտես ու չես ասում։ Հիմա թվում էր, որ պիտի ուրախանայիր, հորքուրը տա հետ եկել։ Պիտի ուրախանաս, Նարը, իսկ դու լարվել ու դողում ես։ Կասես ինչա կատարվում։ Վախենում եմ։